Բարոս ելիքոր եղբայրներ ջան, եկեք շարունակենք մեր ուսումնասիրությունը Աստծո խոսքի, մեր նյութը Հռոմեացիս 11-րդ գլխի արդեն 11-ից 22 համարներն է։ Եթե հիշում եք, ես շեշտեցի, որ այս հատվածում առաքյալը օգտագործելով Իսրայելի անկումը, Իսրայելի անկման միջոցով մեզ սովորեցնում է 4 կարևոր ուսուցում։ Առաջինը մենք տեսանք խոսում է յուրահատուկ փրկարարշնորհքի մասին, որովհետև Իսրայելի անկումով առաքյալը շեշտում է, որ դուռ բացվեց հեթանոսներին փրկության։ Ինչպես հիշում եք նախորդ զայնագրությունների մեջ ես շեշտել եմ նաև առաքյալի աստվածաբանության մեջ շնորհք հասկացողությունը իր ամբողջ կերպերով, ամբողջ կողմերով է օգտագործված։ Օրինակ շատ հաճախ հատվածներում առաքյալը շնորհք բառը կարող է օգտագործի որպես Աստծո ներգործություն կամ Աստծո գործ վերստին ծնված մարդու սրտում կամ Աստծո գործ, որ մարդուն վերստին ծնունդ է տալի կամ հավատ կա պարգևում։ Դա նույնպես Աստծո շնորհքի մեկ այլ կողմն է։ Մյուս տեղը մենք կարող տեսնենք Աստծո շնորհք, ինչպես մեր հատվածում, այն ուղղակի Աստված դուռ է բացում կամ փրկության մեջ է կանչում որոշակի կատեգորիայի, որոշակի օրինակ հեթանոսներին, որոնց համար դուռը փակված էր, որոնք հեռացած էին Աստծուց, օտարացած էին նրա խոստումներից, այսինքն Աստծո հետ որևէ մեկ հարաբերություն չունեին իրական Աստծո։ Մեկ այլ հատվածում Աստծո շնորհք մենք կարող տեսնենք ուղղակի ընդհանրական, ինչպես Աստված ամեն մեկ մարդու կյանք է շնորհում։ Հիսուս Քրիստոսի խոսքերը, եթե հիշում եք, իմ հայրը իր արևը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների։ Այստեղ չարի եւ բարին կամ ամբարիշտը եւ արդար հասկացողությունը ըստ Աստծո խոսքի այն երկու այն կատեգորիաներն են։ Առաջինը ամբարիշտները, որոնք մերժում են Աստծուն, չեն հնազանդվում նրան, եւ երկրորդը նրանք, որոնք Աստծո կողմից ընտրված եւ հնազանդվում են Աստծո խոսքին եւ ավելի ընտրում են Աստծուն։ Այս սկզբունքների մեջ ամեն դեպքում տեսնում ենք նաեւ շնորհքի այդ ընդհանուր բաղադրիչը, ընդհանուր կողմը, որ բոլորին Աստված շնորհում է կյանք, նույնպես Աստծո շնորհքի հատկությունն է։ Դրա համար երբ որ մենք այստեղ անդրադառնում ենք, որ Իսրայելի անկման միջոցով Իսրայելի անկումը օգտագործում է որպես Աստծո շնորհքի մասին ուսուցում, շատ կարևոր է հասկանանք, որ այստեղ խոսքը գնում է յուրահատուկ շնորհքի փրկության դուռ բացվելու մասին։ Եթե հիշում եք, մենք անդրադարձանք, որ ընդհանուր առմամբ մենք եկեղեցին ենք եւ եկեղեցին նույնպես Աստծո շնորհքով ունի փրկություն եւ այդ նույն Աստծո շնորհքով յուրահատուկ փրկություն ունի շնորհքի ընդհանուր շնորհքի ընտրված մնացորդը Իսրայելի պարագայում։ Եվ մենք տեսնում ենք, որ առաքյալը մեր հատվածում ավելի խորացնում է, ցույց է տալի, որ փրկվել եք դուք հեթանոսները եւ եթե հետագայում նույնպես Իսրայելը կփրկվի նույն այդ շնորհքով, որ կկանչվի, այսինքն նախանձի կգրգրվի ձեր փրկությունով, հեթանոսների փրկությունով, որքան ավելի այն ժամանակ կլինի կենթանություն մեռելներից։ Այսինքն մենք տեսնում ենք, որքան ավելի բառն է օգտագործում առաքյալը, ցույց տալով, որ այն կլինի վախճանաբանության սկզբունք, այսինքն կլինի վերջի շրջանը, որտեղ վերջի յոթնյակը Դանիելի ասած դուռը կբացվի Իսրայելի փրկության եւ այն ժամանակ տեսնում ենք նաեւ նույնիսկ մեռելների հարության շրջան մահ կենթանիներից եւ եթե նույնիսկ անդրադառնանք ընդհանուր տեսանկյունից այդ կենթանություն մահից կհասկանանք, որ ամբողջ աշխարհը հոգեորապես մահացած է եւ այդ շրջանում 1000-ի շրջանում է, որ Աստված կենթանացնում է եւ որոշակի անցկացնում է։ Այդ մասին մենք մեր նախորդ զանազանության մեջ արդեն խոսեցինք։ Այսինքն տեսնում ենք, որ Իսրայելի անկումը Աստծո փրկության ծրագրի մեջ հանդիսանում է կարևոր բաղադրիչ, կարևոր մի ժամանակահատված եւ այդ ժամանակահատվածը, այսինքն Իսրայելի անկումը, որը մասամբ է, ոչ ամբողջ Իսրայելը, մասամբ, որտեղ եկեղեցի մտան նաև իսրայելացիներ, ինչպես Պողոսը, Պետրոսը, մյուսները, 3000 հոգի, 5000 հոգի առաջի եթե նայ գործ արարքելուց եւ տեսնում ենք նաև մասամից բացի այն նաև ոչ հավիտենական է կորուստ, այսինքն ոչ դրամար արքել 11 համարում ուրեմն ասում է միթե գլորվեցան որ կործանվեն կամ հավիտենապես վերջանան եւ կա վարդապետություն, ինչպես շեշտեցի, մարդիկ ասում են Իսրայել գոյություն չունի, այդքան մի հետաքրքրեք Իսրայելով, Իսրայելը մենք ենք, հավատացյալներն ենք, սա սխալ վարդապետություն է։ Մենք եկեղեցին ենք, Քրիստոսի մարմինն է, նույն շնորհքով փրկված, նույն Քրիստոսի կատարած ուխտի մեջ մտած, իսրայելացիները, այդ ուխտը, որ իսրայելացիների համար է նոր ուխտը, որտեղ Երեմիա 31 եթե նայեք, Աստված ուղղակի ասում է եւ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կնքեմ, այսինքն այդ ուխտը կապված է Իսրայելի հետ, էթնիկ Իսրայելի հետ, սակայն այդ ուխտի ռոտացիան լինելով, այսինքն Քրիստոսի զոհաբերությունը կատարվելով ինագուրացիան
չկատարվեց Իսրայելի համար։ Ինագուրացիայի մեջ մտան հեթանոսները, այսինքն դուռ բացվեց նրանց մերժվելով, դուռ բացվեց հեթանոսները։ Եվ սա Պողոս առաքյալը ներկայացնում է Աստծո փրկության ծրագրի կարևոր բաղադրիչ։ Ինչի առաքյալը անդրադառնում Աստծո փրկության ծրագրին, որովհետև երբ որ մենք նայում ենք Աստծո հատկություններին, ուսումնասիրում ենք Աստվածաշունչը եւ տեսնում ենք, այսինքն սիստեմատիկ աստվածաբանության մեջ խաղում ենք Աստծո հատկությունները, մենք չենք կարող այն տեսնենք ամբողջական եւ իրական, ինչպիսին Աստված կուզի որ տեսնենք, եթե մենք այն չենք տեսնում Աստծո փրկության ծրագրի ներքո։ Դրա համար կա անցյալ անգամ ես նույնպես շեշտեցի, կա սիստեմատիկ համակարգված աստվածաբանություն, որը խոսում է Աստծո հատկությունների, Աստծո բնության մասին, եւ բնական եւ բարոյական, եւ նաեւ կա ընդհանուր աստվածաշնչյան աստվածաբանություն, բիբլիայսկայա բագասլովիա, որը խոսում է Աստծո փրկության ծրագրի մասին։ Եվ այս երկու աստվածաբանությունների համատեղությունը նոր մեզ ներկայացնում է, մեզ բերում է ճիշտ աստվածաճանաչության։ Սա շատ կարեւոր է։ Հիմա մեր երկրորդ ուսուցումը, այսինքն եթե առաջի ուսուցումով 11-ից 15 համարներում մենք տեսանք, որ առաքյալը Իսրայելի անկման միջոցով տալիս է մեզ ուսուցում Աստծո յուրահատուկ շնորհքի մասին, որը դուռ է բացվել հեթանոսներին եւ նաեւ որը նախանձի կգրգռի հրեաներին, նույնպես այդպիսի շնորհքով վերջի շրջանում փրկության, դա Աստծո ծրագիրն է։ Երկրորդ ուսուցումը, որը օգտագործում է նույնպես առաքյալը Իսրայելի անկումը, դա մեզ ցույց է տալի իրական Աստծո խոնարհությունը կամ իրական Աստծո ուզած խոնարհությունը քրիստոնյայի կյանքում։ Եվ առաքյալը այս 15-ից արդեն 18 համարներում խոսելու է խոնարհության մասին։ Առաջի դասը Իսրայելի անկումը մեզ սովորեցնում է Աստծո յուրահատուկ շնորհքի մասին, երկրորդ Իսրայելի անկումը մեզ սովորեցնում է իրական քրիստոնյայի խոնարհության մասին։ Հիմա կանադառնանք արդեն այս հատվածին, բայց եկեք մի պահ մենք հասկանանք, ինչի առաքյալը խոսեց ընդհանրապես Իսրայելի մասին։ Տեսեք, չէ՞ որ հռոմեացիներին այն նամակը, որ ուղղված է հռոմեացին, հեթանոսներին, իհարկե ես շեշտեցի, որ նաև այդ եկեղեցում կային նաև որոշակի հրեաներ, որտեղ առաջի եկեղեցին հենց բաղկացած է հրեաներից, հետո նոր արդեն ամբողջանում է արդեն հեթանոսներով։ Հիմա տեսեք, ընդհանուր առմամբ, երբ որ առաքյալը խոսում է փրկության մասին, արդեն 4-րդ գլխում Հռոմեացիս թղթի։ Եկեք հիշենք, որ ընդհանուր Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը ճշմարիտ ավետարանն է, որտեղ հենց առաջի գլխում առաքյալն ասում է, ես ամոթ չեմ համարում ավետարանը, որտեղ նա է Աստծո զորությունը փրկելու մարդուն, եւ հեթանոսին եւ հրեային, այսինքն բոլոր մարդկության, այս հեթանոս եւ հրեա աստվածաբանության իր մեջ, Պողոսի աստվածաբանության մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ սրանից հետո ինքը անդրադառնում արդեն ցուցատալի դատապարտության տակ բոլորին, կապ չունի թե օրենքը տրվել է Իսրայելին, թե ոչ, օրենքը չեն կատարում։ Օրենք ունեցողը չի փրկվում, այլ օրենքը կատարողը։ Իհարկե, մենք գիտենք, որ օրենքով չենք փրկվում, օրենքը կատարել, որովհետև օրենքի առաքյալը ուղղակի հիպոթետիկ ասում, եթե օրենքը կատարեիր կփրկվեի, բայց մենք գիտենք, որ օրենքը որևէ մեկը չի կարող կատարի, որովհետև Աստված չի տվել մի այնպիսի օրենք, որով մարդը կարող փրկվի։ Նույնպես մեր Հռոմեացիս թղթում ենք այդ մասին կարդում։ Եթե տրված էր մի այնպիսի օրենք, որով մարդը կփրկվեր, այլ Քրիստոսի գալստյան կարիքը չկար։ Չկար կարիք մեկը գար եւ օրենքը կատար եւ իր արդարությունը մեր վրա դար։ Մենք կկատարեինք եւ կփրկվեինք։ Հիմա այս առումով սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Սա այն մտքերն է, որ առաքյալը զարգացնում է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք, ինչ է նշանակում փրկություն Աստծո շնորհքով եւ չաղավաղենք շնորհք հասկացողության, շնորհք բարի բովանդակությունը։ Ճիշտ հասկանանք առաքյալի զարգացրած միտքը։ Հիմա 4-րդ գլխում առաքյալն արդեն առաջ է քաշում, ինչը փրկության միջոցը հավատքը, բայց արդեն հետագայում ինքը ցույց է տալիս, որ կա մի անձ, որին պիտի հավատանք, որ նրա արդարությունը գա մեր վրա եւ այդ արդարությունով միայն մենք կարանք մտնենք Աստծո փառք։ Հիմա տեսեք, եւ այս պարագայում ինքը խոսում է արդեն Աստծո շնորհքի մասին, որ ցույց է տալի նաեւ այդ Աստծո շնորհքով է, որ այդ հավատքը մեր կյանք է գալի։ Ամեն բաղադրիչ, որը մարդուն բերում է փրկության, դա մարդու կարողության հետ կապ չունի։ Ամեն մի բաղադրիչ, ամեն մի յուրահատուկ տար, որով մարդը փրկվում է, բոլորը կապված է Աստծո հետ, որովհետև փրկությունը մենք շեշտել ենք, այն մոներգիզմ է։ Ինչ է նշանակում մոներգիզմ։ Այն Աստծո կողմից կատարվածն է։ Այ արդեն սրբացման ընթացքը սիներգիզմ է, այսինքն արդեն համագործակցություն է Աստծո հետ, մարդ եւ Աստված, մարդկային բաժին եւ աստվածային։ Ինչի, որովհետև արդեն փրկված անձը ունի նոր ստեղծված բնություն, որը ունի կարողություն համագործակցել Աստծո հետ սրբացման ընթացքում։ Իսկ փրկության առումով մարդը չունի կարողություն, այն մեղքի եւ հանցանքի մեջ մահացած է։
ոչ կենդանի, Աստծո համար այն դիակ է։ Հիշում եք Հիսուս Քրիստոսը ինչ խոսքեր ասեց, երբ որ աշակերտներից մեկին ասեց ինձ հետևի, եւ նա ասեց Տեր, թույլ տուր գնամ իմ հորը թաղեմ։ Հիշում եք ինչ ասեց Հիսուսը, որով նկարագրեց ամբողջ մարդկությունը, ասեց երբ որ ես քեզ ասում եմ հետևից արի, դու արի, թող մեռելները իրենց մեռելներին թաղեն։ Մեռելները, իրենց մեռելներ։ Ինչ է նշանակում մեռելներ։ Աստծո համար ոչ կենդանի, նրանք ակտիվ են մեղք գործելու, իրենց կամքը կատարելու, բայց пассив եւ կենդանացած չեն, մահացած են Աստծո կամքի եւ Աստծուն հնազանդվելու համար։ Նրանք մահացած են, մեռելները իրենց մեռելներին թաղեն։ Այսինքն տեսեք, Քրիստոսի տեսանկյունը բոլոր մարդկության, մենք բոլորս մեռած ենք։ Դրա համար Առաքյալն ասում է, մենք որ մեռած ենք հանցանքներում եւ մեղքերում, նա մեզ կենդանի արեց, շնորհքով եք փրկված։ Հիմա տեսեք, այս առումը սրանք շատ կարեւոր է, ասելներս։ Երբ որ Առաքյալը խոսեց արդեն հավատքի մասին եւ ցույց տվեց, որ այդ հավատքը Աստծո շնորհքի բաղադրիչը, անդրադարձավ, որ այդ շնորհքը ուղղակի Աստված ոչ թե կիրառում է այնպես, հենց այնպես, այլ այն իր ծրագրի մեջ բաժին է։ Դա մար 8-րդ գլխում արդեն, տեսեք, 5-րդ գլխում անդրադարձավ Ադամից ստացած պարգևի եւ Քրիստոսից ստացած պարգևի։ Ադամի պարգևով բոլորը դատապարտվեցին, Ադամից ստացած այդ ժառանգությունը։ Իսկ Քրիստոսը, որը երկրորդ վերջին Ադամն է, նրանով փրկվում են բոլորը, որոնք կհավատան նրան։ Այսինքն Աստծո շնորհքը, որը կթագավորի մարդկանց վրա արդարությունով։ Մենք այս մասին խոսել ենք բոլոր ձեռնարկությունում։ Ես հիմա կարծես մի քիչ անդրադառնում եմ ներածականի, որպեսզի կարողանանք հասկանալ։ Եվ արդեն 8-րդ գլխում Առաքյալը առաջ քաշեց իր փրկության ծրագիրը, ցույց տալով, որ փրկվողը ոչ թե իր կարողությունով է փրկվում, այլ դա Աստծո փրկության ծրագրի կամ իր սուվերեն ընտրությունն է, շնորհքի ընտրության պես, շնորհքով ընտրված մնացորդ, ոչ թե մարդու կարողությունից, այլ Աստծո ձրի ընտրությունից, իր անկախ իր հաճությունից ընտրված մի մնացորդ, շնորհքի ընտրության պես մի մնացորդ, որի մեջ Աստված ներգործում է։ Սա շատ կարևոր է ընդհանուր ավետարանը ճիշտ հասկանալու։ Դրա համար մենք փառքը տալիս ենք Աստծուն, շնորհքին, ոչ թե մեր կարողությանը։ Հիմա 8-րդ գլխում Առաքյալն անդրադարձավ սրան եւ ասեց, ում որ Աստված առաջուց ճանաչեց կամ ընտրեց, յադա բառը, եբրերեն յադա, արդեն պրոգինոսկո հունարեն բառը, բայց Առաքյալն օգտագործում է իր հրեական մենտալիտետով, ում որ առաջուց ճանաչեց։ Դա մենք տեսնում ենք 5 կտակարանում շատ հատվածներում։ Բոլոր ազգերից ավելի ձեզ ճանաչեցի։ Սա չի նշանակում, որ Աստված մյուս ազգերին չէ ճանաչում, մենակ Իսրայելին ճանաչեց։ Ձեզ ճանաչեցի կամ մյուս ազգերից ավելի ձեզ ընտրեցի, սա է ասում Աստված։ Հիմա տեսեք, այս առումով 8-րդ գլխում, երբ որ Առաքյալը խոսեց, ներկայացրեց Աստծո փրկության ծրագրի անխախտելի շղթան, անխախտելի։ Նրանց, որ սկզբից ճանաչեց կամ ընտրեց, նրանց նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու։ Եվ հենց նրանց կյանքում այնք ամեն բան բարի գործակից ան, որպեսզի նմանեցնի իր որդու պատկերին։ Այսինքն բարի նշանակում է նմանեցնել իր որդու պատկերին։ Սրանից հետո Առաքյալն ասեց, ում որ նախասահմանեց իր որդու պատկերի նմանակից լինելու, նրանց էլ կանչեց։ Եվ ում որ կանչեց, այսինքն այդ կանչվածներին էլ արդարացրեց Քրիստոսի արդարությունով։ Եվ ում որ արդարացրեց, նրանց էլ իր փառքի մեջ մտցրեց կամ փառավորել արեց։ Այսինքն այստեղ եւ Քրիստոսի նմանեցնելն է process-ի մեջ եւ նաեւ երկինք մտնել Աստծո փառք մտնել։ Այսինքն ցույց տվեց, որ սա անխախտելի շղթա է։ Չի կարա մեկը կանչվի յուրահատուկ շնորհքով եւ չփրկվի։ Չի կարա մեկը արդարանա Քրիստոսի արդարությամբ, հետո կորցնի այդ արդարությունը։ Որպեսզի սա բացատրի, Առաքյալն անդրադարձավ արդեն շնորհքի ընտրության պես ընտրության իր ազգին, եթե հիշում եք, արդեն իսկ երբ որ ինքը խոսում է 8-րդ գլխի հետագա համարներում, որ չկա մեկը, որ մեզ կբաժանի Քրիստոսից, որովհետև այդ փրկության շղթայի մեջ ենք մենք, արդեն ընտրված, արդեն կանչված, արդարացված եւ փառավորել եղած, այսինքն Քրիստոսի նմանվելու process-ի մեջ ենք, սրբացման ընթացքի մեջ, Առաքյալը շեշտեց, որ չկա մի բան, որ մեզ կբաժանի, անմիջապես 9-րդ գլխի առաջի համարում ցույց տվեց, որ ինքը ցավաքաշում Իսրայելի համար։ Ինչի՞։ Որովհետև Իսրայելը նույնպես ունի Աստծո շնորհքի ընտրության պես օղակներում այդ ընտրությունը։ Բայց տեսեք, Առաքյալը հիմա մեր հատվածում առավել է սա տեսնելու։ Առաքյալը խոսում է ամբողջ Իսրայելի մասին, որ այն չի նշանակում, որ բոլոր Իսրայելը իրականում հոգևոր Իսրայելն է, փրկված։ Այն էթնիկ Իսրայելն է, այն ուխտի շրջանակում է, բայց Աբրահամի այն ընտրված անձի ֆիզիոլոգիական սերունդն է, որը նույնպես ունի յուրահատուկ դեր Աստծո փրկության ծրագրի մեջ։ Օրինակ, Առաքյալը հիմա ասում է, այդ էթնիկ ժողովրդի անկումով ձեզ դուր բացեց Աստված փրկության։ Շնորհքը դարավ դեպի ձեզ։
Այսինքն ցույց է տալի, որ դա այդ էթնիկ ժողովուրդը իսրայելացիները ոչ թե ուղակի ժողովուրդ է եւ իրան գոյություն չունի, այլ նա Աստծո ծրագրի մեջ յուրահատուկ դեր ունի։ Հիմա մեր հատվածի մեջ անդրադառնալու է այդ Իսրայելի անկման երկրորդ դասին, սովորեցնելով, թե ինչպիսի խոնարհություն պիտի ունենա քրիստոնյան կամ ինչպիսի հայացք պիտի ունենա դեպի անկում ապրած Իսրայելը։ Եվ անկում ապրած Իսրայելով ինքը խոսելու է կարևոր քրիստոնեական փրկությունից արտադրված խոնարհության մասին։ Այսինքն սրանով ամեն մի հեթանոս հասկանալու է, որ ինքը արժան չի ավելի, քան թե Իսրայելը, որ մերժվեց։ Ոչ մեկ արժանի չի փրկության, ուղղակի Իսրայելին մերժեց, որպեսզի ձեզ փրկության արժանացնի։ Ոչ թե դուք արժանացաք, այլ ձեզ արժանացրեց, բայց նրանց մերժեց, որպեսզի այդ բունի վրա տնկի ձեզ։ Մենք նայելու ենք հիմա այս հատվածը, բայց երբ որ առաքյալը խոսում է 8-րդ գլխում, 9-րդ գլխում արդեն իր ժողովրդի մասին, ասում է ցավ եմ քաշում, որ կուզեի, որ նրանք էլ լինեին փրկված։ Եվ ինքը շեշտում է, որ նրանցն էին բոլոր պաշտոնները, որդեգրությունները, նրանցն էին շատ կարևոր բաներ, առավելություններն է շեշտում, նրանցն էին մարգարեները, նրանց էլ խոսքը տրված, օրենքը նրանց միջոցով եղավ։ Ամեն դեպքում ցույց է տալի, որ Իսրայելի համար ինքը ցավ է քաշում, բայց որpիսի չմտածենք, որ Իսրայելը կորավ եւ վերջացավ, եւ ընտրություն, այսինքն Աստված ընտրեց եւ Աստծո ընտրությունը չստացվեց, առաքյալն ասում է ոչ, ասում է, ես ցավ եմ քաշում, որովհետեւ մի քանիսը մտան, որպես շնորհքի ընտրությանպես մնացորդ մտան եկեղեցի, մի քանիսը փրկվեցին, բայց ամբողջ Իսրայելի համար դեռ ժամանակ կա, այսինքն մի վերջի սերունդ կա Իսրայելի, որը պիտի փրկվի, որը պիտի ընդունի Քրիստոսին, մտնի, այսինքն նրանց համար նույնպես նոր կտականի նոր ուխտի ինագուրացիան պիտի կատարվի, ռոտացիան արդեն եղել է, բայց ինագուրացիան նրանց համար չի եղել։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ 9-րդ գլխում ցույց տվեց, որ Իսրայելը անկում ապրեց, որովհետև ընտրեց փրկության իր սեփական միջոցը։ Դա ի՞նչն էր։ Նրանց բարոյական արժեքներն են, իրենց օրենքի կատարած ձեռքբերումները, օրենքի գործերի մեջ, եւ գլորվեցան գայթակղության վեմին։ Գայթակղության վեմը Աստծուց ընտրված միջոցն է, Քրիստոսով փրկությունը եւ արդարությունը։ Իսրայելը գնաց օրենքի գործերից արդարանալու յետևից եւ գլորվեց, կպավ այդ քարին։ Այդ քարը նրանց համար դառավ գայթակղության քար։ Իսկ ընտրվածների համար, այսինքն իսկ հեթանոսների, այն կանչված հեթանոսների համար, որոնք չէին փնտրում, այլ ստացան փրկություն, նրանց համար Քրիստոսը եղավ Աստծո զորություն, իմաստություն, արդարություն, փրկություն։ Հիմա տեսեք, եւ սրբություն։ Հիմա այս պարագայում արդեն 9-րդ գլխում արդեն զարգացնելով 8-ի վերջից արդեն զարգացնելով Իսրայելի մասին 9-րդ գլխի սկզբից ցույց տալի, որ ցավը քաշում է ժողովրդի համար, արդեն գալիս հասնում է, որ Իսրայելը նաև անկում ապրեց, որտեղ սխալ ճանապարհ 10-րդ գլխում մի քանի անգամ հարց է տալի. եղբայր, իմ սրտի փափագը եւ դեպի Աստված աղոթքը Իսրայելի համար փրկության մասին է։ Եղբայր, ես աղոթում եմ, որ Իսրայելը փրկվի եւ ցույց է տալի, որ Իսրայելը ուղղակի չի նշանակում, որ վերջացավ գնաց։ Իսրայելը Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր բաժին ունի եւ սա հասկանալով դուք պիտի նրանց հանդեպ ճիշտ ընկալում ունենաք։ Սրա մասին է խոսքը։ Ոչ թե նրանց արհամարեք, արժեքազրկեք, այլ հասկանաք, որ նրանց միջոցով է որ Աստված դուր բացեց ձեզ փրկության, նրանց միջոցով է տալիս ձեզ իրական խոնարհությունը եւ հետագա դասերը մենք նրանց միջոցով է որ հավատքի հետ է կապված նրանց անկումը մեր հավատքի եւ նրանց հետ է կապված մեր Աստծո վախը, Աստծո հանդեպ ունեցած վախը։ Այս 4 ուսուցումները մենք նայելու ենք, որը առաքյալը կապում է Իսրայելի անկման հետ։ Դրա համար եմ ասում, եթե մենք ճիշտ չուսումնասիրենք Աստվածաշունչը, մենք ուղղակի կմնա այլ վարդապետության, Իսրայելը դա խորհրդանիշ էր, իրական Իսրայելը մենք ենք, ոչ, մենք եկեղեցին ենք, որը կվերցվի եւ դուր կբացվի Իսրայելի համար, եւ եկեղեցին եւ Իսրայելը արդեն հազարամյայում կթակավորեն 1000 տարի։ Սա շատ կարևոր է, եկեղեցին արդեն փառավորյալ մարմիններով։ Եվ Իսրայելի ոմանք, որոնք որ մեծ նեղության մեջ գլխատվել են Քրիստոսի անվանման, նրանք նույնպես հարություն կառնեն եւ փառավորյալ մարմինով, բայց մնացած իսրայելացիները, որոնք կփրկվեն այդ դերճի շրջանում, կմտնեն հազարամյա, մտնում են վերստին ծնված, բայց դեռ ապականացու մարմիններով եւ նրանցից ծնվելու են մարդիկ, որոնք դեռ ապաշխարած չեն։ Դրա համար սատանան վերջի 1000 տարի հետո հավաքելու է ծովի ավազի չափ շատ ժողովուրդ, որտեղից նրանք ծնվում են այդ ոչ փառավորյալ մարմիններով իսրայելացիներից եւ շատ ժողովուրդներ, որոնք կմիանան Իսրայելին այդ ժամանակ վերստին ծնունդով։ Հիմա տեսեք,
Սա մենք հետագայում առավել խորը նայելու ենք, դա Աստված կարողանանք նաև հայտության գրքի մասին մենք խոսենք, զուգահեռ Դանիելի գրքի հետ, եւ այնտեղ առավել խորը կտեսնենք, թե ինչպիսի ծրագիր ունի Աստված։ Ուրեմն առաքյալը, երբ որ խոսում այս 4 ուսուցումները, առաջ է քաշում Իսրայելի անկումը որպես Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր բաղադրիչ, որով ցույց է տալի, թե ինչ է գալի մեզ հեթանոսներից։ Առաջինը Իսրայելի անկումով մենք ստացանք շնորհք փրկության, այսինքն յուրահատուկ շնորհքը մեզ Աստված դուր բացեց փրկության հեթանոսներից։ Հիմա Իսրայելի անկումով Աստված սովորեցնում է խոնարհության մասին 16-18 համարները եկեք ընթերցենք։ Ես կընթերցեմ 15 համարից, որը մեր նախորդ ձայնագրության վերջի հատվածն էր։ Քանզի եթե նրանց մերժումը, Իսրայելի մերժումը, աշխարհքի հաշտությունը, այսինքն հեթանոսներին հաշտություն եղավ Աստծո հետ, ապա նրանց ընդունելությունը, Իսրայելի ընդունելությունը, երբ որ կդառնան դեպի Քրիստոս, ինչ է, եթե ոչ կենթանություն մեռելներից։ Եվ ես շեշտեցի, որ ընդհանուր մահացած մարդկության, նաև կենթանությունը, որ կենթանություն կլինի այդ հազարը, որտեղ անեստները կվերցվի, եւ նաև արդեն նաև մեռելների հարություն կլինի որոշակի առումով հрьяաների, որոնք գլխատվել են կամ հрьяաների միացած մյուս ազգերից մարդկանց, որոնք գլխատվել են հակաքրիստոսի կողմից քրիստոսներին որպես Աստված չընդունելու պատճառով կամ Քրիստոսին հավատալու պատճառով։ Դա վերջին մեծ նեղությունն է, որ Աստված խոսում է աշխարհի վրա, որ այդպիսի նեղություն ասում է, եթե չկար, եթե այդպիսի նեղությունը ընտրյալների համար չկրճատվեր, որովհետեւ մարմին կենթանի չէր մնա։ Այդպիսի նեղության մասին է խոսում։ Բայց ընտրյալների համար Աստված կրճատում է այդ օրերը, այսինքն նույնպես նախասահմանված օրեր են։ Հիմա 16 համարում եւ եթե ու անդրադառնում է նույն Իսրայելի նույնպես, տեսեք խոսեց, որ Իսրայելի ընդունելությունը ինչ է, եթե ոչ կենթանություն մեռելներից, եւ անմիջապես անդրադառնում է Իսրայելի ընտրության, ուշադրի նայեք ընտրության 5 տակարային երկու մետաֆորիա է օգտագործում առաքյալը, ցույց տալով ով է Իսրայելը, դուք ինչ կարծիք ունեք նրանց մասին, բայց իրականում ով է Իսրայելը, էթնիկ Իսրայել, Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդը։ Այսինքն նա նույնպես փրկության ծրագրի մեջ կարևոր դերակատարություն ունի։ Եվ անդրադառնում է, բայց եթե տեսեք, եւ եթե երեխայրին սուրբ է, երեխայրին այստեղ երեխայրին առաջի այդ ընդհանուր խմորից առաջի թխվածը, երեխայրին սուրբ է, ապա զանգվածն է։ Ես չգիտեմ ինչի համար է օգտագործված զանգված բառը, որովհետև ընդհանուր այս բառը իր մեջ ֆուրամա բառն է, որը նշանակում է խմորը, ընդհանուր խմորը։ Եվ եթե թխվածքը, որը պատարակվում էր, մենք կանադառնանք, թե որտեղից է վերցնում առաքյալը, այս մետաֆորը իսրայելացիների կամ հավատացյալների հասկացության մեջ սա կար, որ եթե մի մասը, այդ ընդհանուր խմորի մի մասը բերվում է պատարակ Աստծո, դա նշանակում է ամբողջը պատկանում է Աստծուն։ Այսինքն եթե դուք սա տալիս եք Աստծուն, դրանով ցույց եք տալիս, որ ամբողջ զանգվածը դա Աստծունն է։ Ինչպես նաև մեր 18-ը, երբ որ մենք մեր ամբողջ աշխատավարձի 10%-ը տալիս ենք Աստծուն, մենք ուղղակի հռչակում ենք, որ Տեր Աստված ինչ որ մենք ունենք, քոնն է։ Այսինքն այս 10% տալով ամբողջը համարվում է Աստծուն։ Դա համար օգտագործվում է Աստծո փառքի համար։ Հիմա տեսեք 16 համարում օգտագործում է եւ եթե երեխայրին սուրբ է, ապա զանգվածն է։ Հետո անմիջապես անդրադառնում է նախայրին եւ եթե արմատը սուրբ է, մենք միշտ կանադառնանք այս հատվածի մեկնաբանության եւ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ։ Այստեղ եթե ուշադիր եք, ճյուղերը դա Իսրայելն է, իսկ արմատը ընդհանուր նախահայրերը Աբրահամը, Հակոբը, Իսահակ, որոնց հետ նորոգեց Աստված իր ուխտը, ամենքի հետ նորից արեց։ Եվ նաև մտնում է դրա մեջ նաև Մովսեսը եւ մտնում է նաև Դավիթը, որոնք Աստծո ուխտի շրջանակներում անձեր են, որոնց հետ Աստված իր ուխտը շարունակում է, այսինքն իր արքայության ուխտը դեռ ամբողջացնում է։ Աբրահամին խոստացավ փրկություն, ասեց, որ քո ազգից դուրս կգան թագավորներ, իշխաններ, մյուս ազգերը քեզ քո ազգով, քո սերունդով կորտնեն։ Հետագայում Հակոբին խոսեց, որ ես քեզ կտամ այս 12 ցեղեր, այսինքն հետագայում Իսահակին խոսեց խոստումի որդի։ Տեսեք, այս ամեն ինչի մեջ կարևոր է մենք տեսնենք այդ արմատ հասկացողությունը։ Դա ասում է, եւ եթե արմատը սուրբ է, այդտեղ սուրբ բառ նշանակում է Աստծո համար զատված եւ առանձնացված Աստծո նպատակների համար։ Եվ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն են։ Սա չի նշանակում, որ այդ ճյուղերը սուրբ էին, փրկված էին, բայց կտրվեցին։ Ոչ, նրանք Աբրահամի սերունդի խոստացված այդ էթնիկ սերունդն էր, զատված Աստծո նպատակների համար, ճյուղերն են սուրբ, այսինքն ճյուղերն էլ զատված են եւ առանձնացված են Աստծո համար։ Բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, տեսեք ինքը նորից անդրադառնում է, որ այդ ճյուղերից ոմանց Աստված կտրեց, իհարկե իրենց անհավատության համար, բայց չի նշանակում, որ մենք հավատացյալներ էինք, մեզ շնորհեց հավատք։
Եվ մենք, որ վայրի ձիթենի էինք, նրա վրա պատվաստվեցինք, նրանց տեղը դրվեցինք։ Հիշում եք, ես անցյալ ձայնագրության մեջ խոսեցի հերթի մասին։ Մենք այնպիսի մի հերթի կարգավիճակում ենք 10,000-րդը, որ նույնիսկ չէինք էլ մտածում, որ մենք բնակարան կստանանք։ Այ նրանց հանեց, մեզ բերեց եւ բնակարան շնորհեց։ Այսպիսի մի սկզբունք է ցույց տալի առաքյալը, որպեսզի մենք չհպարտանանք, որտեղ այս ուսուցումը արդեն 16-ից 18 համարներում առաքյալը ներկայացնում է իրական խոնարհությունը։ Նրանք, որոնք պարծենում են, որ իրենք մնացին, չկանգնած մնացին, բայց իրենց եղբայրը ընկավ, այդ ընկածի վրա պարծենում են, կամ այդ եղբայրը, որը դեռ հանցանքի մեջ է, պարծենում են նրա, որ իրենք հանցանքի մեջ չեն, դա քրիստոնեական խոնարհության հակառակն է։ Իրական քրիստոնեական խոնարհությունը մոտենում է եւ ընկածին փորձում է բարձրացնել, որտեղ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը նույնպես կարող լինել այդ ընկած վիճակի մեջ, որտեղ թույլ է տվել Աստված, որ ինքն ընկնի, այնպես չի, որ ինքը իր կարողությունով է կանգնած մնացել։ Աստված եթե թույլ տար, որ դու ընկնես, 2 վայրկյանում կընկնես։ Դրա համար այստեղ Աստծո շնորհքի մասին է խոսքը, ոչ թե մեր կարողության։ Դրա համար այստեղ խոնարհությունը գալիս է, երբ որ մենք հասկանում ենք, որ Իսրայելը ոչ թե անարժան էր, դրա համար մերժվեց, այլ Աստված իհարկե Իսրայելին, որը չհնազանդվեց, ասում մերժեց, բայց այնպես չի, որ մենք հնազանդվողներ էինք, որ մեզ կանչեց։ Այնպես չի, որ մենք արժանինքներ ունեինք, որ մեզ կանչեց։ Իր ողորմությունով եւ շնորհքով մեզ կանչեց, մերժելով իր սեփական ժողովուրդը։ Եվ տնկեց մեզ այդ բունի վրա, այդ արմատի վրա, եւ մենք հաղորդ եղանք Աբրահամի, Իսահակի այդ բոլոր խոստումներին Աստծո արքայության, որ տրվել էր այդ նախահայրերին։ Հիմա տեսեք, դրա համար մենք միշտ կանդրադառնանք սրա։ Եկեք ամբողջացնենք ընթերցանությունը 16-ից 18-ը։ Եվ եթե երեխայրին սուրբ է, ապա զանգվածն է կամ ամբողջ խմորը։ Եվ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն են, այսինքն զատված եւ Աստծո համար առանձնացված, ապա ճյուղերն են։ Բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, եւ դու որ վայրի ձիթենի էիր, նրանցում պատվաստվեցար, եւ հաղորդ եղար արմատին, եւ ձիթենու պարարտությանը, ձիթենին Իսրայելն է։ Ձիթենու պարարտությանը մի պարծենար այդ ճյուղերի դեմ, մի պարծենա այդ ճյուղերի դեմ, որ ճյուղերի դեմ, ընկած կտրված ճյուղերի դեմ, մի պարծենար։ Բայց եթե պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ, գիտեք ինչ է ասում։ Արմատը Աստծո կողմից զատված կամ Աստծո ձեռքն է, որոշակի առումով Աբրահամը դա Աստծո ծրագրի մասնիկն է, ամբողջությունն է, որով Աստված գործում է, Աբրահամով սերունդ բերեց։ Ասում է դու չես պահում այդ արմատը, դու չես այդ արմատին բռնում, արմատն է քեզ բռնում։ Այսինքն Աստծո ծրագիրը, Աստծո շնորհքը, Աստծո փրկության ծրագիրն է, որ քեզ պահում է, դու չես քեզ պահում։ Այստեղ շատ կարևոր սկզբունք կա, որի մասին մենք։ Այսինքն դու չես, որ քո արժանինքով մնում ես, Աստծո արժանացնելն է, որ դու մնում ես։ Այլ արմատը քեզ արդ կասես ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստվեմ։ Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցան։ Մենք մենք արդեն երրորդ ծայրագություն, որ կանդրադառնանք Իսրայելի անկումով նաեւ Աստված մեզ սովորեցնում հավատքի մասին, կանդրադառնանք, որ այս հավատքը մերը չի, այս հավատքը Աստծուց ստացած է։ Նույն հավատքը Աստված կարար տար Իսրայելին եւ չկտրեր այդ ճյուղերը։ Կարար տար, որտեղ մեր կարողությունից չի հավատքը, դա Աստծո շնորհքով է։ Կանդրադառնանք սրան։ Եվ այսպես արդեն 16-ից մինչև 18 համարներ ընթերցեցինք, որտեղ առաքյալը Իսրայելի անկումով մեզ սովորեցնում է իրական քրիստոնյայի խոնարհության մասին։ Հիմա եկեք անդրադառնանք սրան։ Ուրեմն 16 համարում առաքյալը անդրադառնում է երկու կարևոր մետաֆորիայի կամ փոխաբերության, որը համեմատական է, այսինքն վերցնում է դա աստվածաբանական, աստվածաշնչյան, քերականական ոճերի կերպն է, որտեղ առաքյալներն օգտագործում են փոխհարաբերություն, այսինքն որոշակի երևույթ ֆիզիոլոգիական բնության մեջ, օրինակ ձիթենին մենք տեսնում ենք Երեմիայի մարգարեության մեջ, որ ձիթենին, դա ծաղկող ձիթենին, դա Իսրայելն է, որի մասին հետագայում ասում է, բայց ես ասում եմ կքանդեմ քեզ։ Հիմա ամեն դեպքում հասկանում եք, երկու կարևոր մետաֆորիա 5 կտականից առաքյալը ներկայացնում է թե ով է Իսրայելը։ Առաջինը 16 համարում խոսում է խմորի մասին, եւ եթե երեխայրին սուրբ է, ապա զանգվածն է։ Եթե մենք ուզում ենք ճիշտ հասկանանք ինչի համար է առաքյալն առաջկասում սա, պետք է ուսումնասիրենք, որպեսզի տեսնենք առաքյալի հասկացողության մեջ ով է Իսրայելը։ Ոչ թե ուղակի Իսրայելը իր ազգությունն է, ինքը սիրում է իր ազգը, այլ առաքյալը տեսնում է Իսրայելին որպես Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր դերակատար, ընդհանրապես փրկության հարցում, մարդկության փրկության հարցում։
Սա մենք չենք տեսնում։ Դրա համար շատ հաճախ սա չտեսնելով մենք պարծենում կամ արհամարում ենք իրականում Իսրայելը։ Այն վարդապետությունը, որ ասում են Իսրայել գոյություն չունի, եկեղեցին ասո Իսրայելը, դա այդ գալիս է այդ տեսանկյունից եւ մենք ենք փրկվել մեր հավատքով։ Դա հպարտությունն է մարդկային, որը շատ նուրբ կերպով արտահայտվում։ Ուղղակի չես տեսնում, բայց իրականում սա խանգարում է քրիստոնեային։ Հիմա տեսեք։ Դրա համար 16 համարում եկեք անդրադառնանք առաջինը խմորի մասին փոխաբերությունը, երկրորդը ձիթենու մասին փոխաբերությունը։ Խմորի մասին 16-ի առաջի հատվածում կարդացինք, բնագրի մեջ նա ասված է խմորը, ֆուրամա բառը չի նշանակում զանգված, բայց այստեղ զանգված պիտի հասկանանք ի նկատի ունի ամբողջ խմորի զանգվածը։ Այս մեջբերում առաքյալը վերցնում է թվոց 15, 20, 21-ից, եկեք անդրադառնանք սրա։ Թվոց 15, 20 եւ 21-ը։ Ձեր, այսինքն բոլոր Իսրայելը սա գիտեր եւ նաեւ այդ հռոմեացի եկեղեցին, որը փրկություն ուներ, սրա համար սրան ծանոթ են, առաքյալը սա մեջբերում է։ Ձեր առաջի խմորից մի շոտ բարձրացնելու պատարակ մատուցանեք։ Մի շոտ կամ մի փոքրիկ խմոր թխվածք, այդ հացից շոտ, որը փոքրիկ լավաշիկներ են։ Ձեր առաջի խմորից, ձեր այդ առաջը դրված այդ ձեր առաջի խմորը, որ դուք խմորը արել եք, ցորենը ձեր ամեն ինչ արել եք, ձեր բերքը ստացել եք, խմոր եք արել, այդ առաջի խմորից մի շոտ բարձրացնելու պատարակ մատուցանեք, կալի բարձրացնելու պատարակի պես, սա էլ բարձրացնեք։ Ձեր առաջին խմորիցը բարձրացնելու պատարակը մատուցանեք Եհովային ձեր ազգերումը։ Այսինքն ինչ էին հասկացվում։ Հասկացվում էր, որ այս փոքրիկ այս շոթը, որ դուք տալիս եք, եթե այդ շոթը տալիս եք Աստծուն, սա նշանակում է բոլոր խմորը, այդ ձեր առաջի բոլոր խմորը պատկանում է Աստծուն։ Այսինքն եթե դուք ձեր բերքի երեխային առաջի բերքի պտուղները բերում էիք Աստծուն պատարակ, նվեր, դա նշանակում էր, որ ձեր ամբողջ բերքը դուք հասկացել եք, որ Աստված է ձեզ տվել եւ պատկանում էր իրան։ Ինքը ձեզ տվեց եւ իր տվածից դուք այդ փոքր մասը բերում եք իրեն, այդ 10-րդ մասը։ Ինչ էիք ասում սրանով, որ Տեր, բոլորը քոնն է։ Մենք քո տվածից բերել ենք քեզ։ Այսինքն սա այս հասկացողությունն է։ Առաքյալը այս մետաֆորան օգտագործում է Իսրայելի բառով։ Այդ ասում է այդ փոքրիկ այդ խմորը, եթե ասում է սուրբ է, դա նշանակում է ամբողջ խմորն է, այդ փոքրիկ խմոր հասկացողությունով ինքը ներկայացնում է ընդհանուր նախահայրերի նույնպես, այսինքն այդ խմորը, ինչպես արմատը, ամբողջ զանգվածն է սուրբ, այսինքն ամբողջ խմորը, որը Իսրայելի կերպարն է օգտագործում, ամբողջ խմորը սուրբ է, զատված է հատուկ նպատակի համար, Աստծո նպատակների համար։ Հիմա Այսինքն, այստեղ պետք է հասկանանք։ Երկրորդը բերում է ձիթենի փոխհարաբերությունը, արդեն 16-ի երկրորդ հատվածում, սա 5 կտականում ուղղակի շատ հաճախ Իսրայելն էր, որպես Աստծո ժողովուրդ համեմատված էր ձիթենու հետ։ Երեմիա 11-16 եկեք նայենք։ Կանանց ձիթենի գեղեցիկ բարեպտուղ կոչեց Տերը քո անունը Իսրայելին, բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նրա կողմով եւ նրա ոստերը կոտրատվեցան։ Ինքը բարկանում է Իսրայելի վրա, բայց ասում է Տերը քեզ կանաչ ձիթենի գեղեցիկ բարեպտուղ կոչեց Տերը քո անունը։ Ում Իսրայելի, եթե մի քիչ վերև նայեք, տեսեք, ինչ ունի իմ սիրելին իմ տանը, շատ անօրենություն գործելով, սուրբ միսն էլ պիտի անցկենա քեզանից, որ դու չարություն անելիս ուրախանում ես։ Կանաչ ձիթենի գեղեցիկ բարեպտուղ կոչեց Տերը քո անունը, Իսրայելի մասին է խոսքը։ Այսինքն այս հատվածում նույնպես տեսնում ենք, որ խոսքը վերաբերվում է Իսրայելին, այսինքն ճյուղերը, որ կտրվեցան, դա Իսրայելն է, որից մի քանի հոգի կտրվեցան։ Ուրեմն այս երկու մեջբերումներն են, եւ շատ հաճախ դուք կտեսնեք ձիթենի պարագան ճյուղերը, առաքյալը, օրինակ Հեսեի ճյուղը, Հեսեի արմատը, կտեսնեք 5 կտականում, դա ուղղակի խոսում է Աբրահամը եւ նրանից ծնված ամբողջ էթնիկ Իսրայելը, սերունդը։ Այսինքն այստեղ խոսքը վերաբերում է ինչի մեջ է փոխաբերության նպատակը։ Ինչի համար առաքյալը այս երկու մեջբերումներն անում, որն է դրա նպատակը։ Այն կայանում է նրանում, որ շատ եկեք հիշենք այս կարևոր միտքը, այսինքն եթե մենք հասկացել ենք, որ այս փոքրիկ մասը այդ Աստծո նպատակների համար է, այսինքն այս մի քանի հոգին Աստծո ուխտի մեջի նախահայրերն են, ուրեմն նրանից ծնված ամեն մեկ, այսինքն ամբողջ խմորն է պատկանում Աստծո ուխտի շրջանակում նպատակներին, զատված է Աստծո համար։ Եվ նույնպես ինքը խոսում է սա, այսինքն մենք այս հասկացողությունը ունեին, դրամանիկն ասում է, եթե երեխային, ապա ամբողջ զանգվածը, եթե արմատը, ապա ամբողջ ճյուղերը, սա շատ կարևոր է։ Այսինքն նպատակը նույնն է, ինչպես մենք հասկանում ենք նաև
10-րդ հասկացողությունը։ Եվ հիմա ամբողջ խմորը թխված է մի մասը ամբողջությամբ եւ արմատը եւ ճյուղերը, այս երկու մետաֆորյան օգտագործում է առաքյալը։ Ինչի համար ամբողջ խմորը եւ ամբողջ ձիթենին դա ամբողջ Իսրայելի ժողովուրդն է, եւ որովհետեւ հենց սա է Պողոս առաքյալը զարգացնում, որովհետեւ խոսում է Իսրայելի անկման մասին, ասում է միթե գլորվեցան, որ կործանվեն ամբողջությամբ Քավլիցի։ Դաման ինքը հիմա ցույց է տալի Իսրայելի կարգավիճակը Աստծո փրկության ծրագրի մեջ։ Պողոսը ապացուցում է համատեքստում, նա ասում է, որ հեթանոսները չպիտի առհամարանքով վերաբերվեն հրեաների հետ, այն հրեաների նաև, որոնք կտրվեցան եւ անկում ունեցան։ Ձեր առհամարանքը ուղղակի թույլ է տալիս, որ ես տեսնեմ, որ դուք ճիշտ հասկացողություն չունեք Աստծո փրկության ծրագրի մասին եւ ձեր փրկության մասին։ Այն ձեզ եք վերագրել կարողությունը փրկության։ Դա ձերը չի, դա իմ կողմից տրվել է ձեզ։ Սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Առաքյալը այս միտքն է փորձում զարգացնել եւ շատ կարևոր է ասել։ Այսինքն ընկած Իսրայելի հետ մեր հարաբերությունը կամ Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցնում է իրական քրիստոնյայի խոնարհության մասին։ Ինչպիսի հայացք ունի ինքը իր փրկության հանդեպ։ Սա իրականում մեր փրկության վստահությունն է, որ Աստծո վրա է, եւ այն խոնարհությունը, որը գալիս է ճիշտ տեսնելուց քո փրկության կարգավիճակը։ Որտեղ եք սա տեսնում, ուշադիր նայեք Պողոսի խոսքերը, բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան, եւ դու որ վայրի ձիթենին իրանցու պատվաստվեցար, եւ հաղորդ եղար արմատին եւ ձիթենու պարտությանը, մի պարծենար այն ճյուղերի դեմ, որ ճյուղերի դեմ այդ կտրված ճյուղերի։ Այսինքն այս ամբողջ հատվածում, այս մեր փոքրիկս 16-ից 18 հատվածում առաքյալն ասում է անզգուշությամբ չվարվեք կտրված ճյուղերի հետ։ Անզգուշությամբ չվարվեք։ Այն ուղղակի արտահայտում է ձեր կարգավիճակի մասին դուք ինչ կարծիք ունեք։ Զգուշ եղեք, որովհետև եթե Աստված նրանց չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի, սա չի նշանակում, որ դու փրկված ես եւ Աստված քեզ կկտրի եւ դու փրկությունը կկորցնես։ Սա նշանակում է, որ եկեղեցում եթե մեկը կա եւ ունի այսպիսի հպարտություն, պարծանք, սխալ, դա ցույց է տալի ուղղակի, որ ինքը չի էլ հասկացել թե փրկությունը ինչ է։ Այսինքն դու ասма մի պարծես, եթե դու պարծել ես, Աստված ուղղակի թույլ կտա, որ դու տեսնես, որ դու նրանց նման ես, նրանց նույն այդ կտրված ճյուղերի կարգավիճակում ես, դու էլ ես անարժան փրկության։ Սա եթե այսինքն այստեղ խոսքը չի վերաբերվում, որ իսրայելացիները, որոնք կտրվեցին, փրկված էին եւ կտրվեցին։ Այստեղ պետք է սա ուշադիր տեսնել։ Առաքյալն ասում է, որ նրանք էթնիկ Աբրահամի սերունդից ծնվածներն են, բայց այդպես էլ փրկությունը մերժեցին, չփրկվեցին եւ նրանց կտրեց, բայց քեզ կանչեց որպես շնորհքի դրության պես մնացող, բայց եկեղեցի մտնում են ոչ թե բոլոր փրկվածները, այլ եկեղեցում կան մարդիկ, որոնք փրկություն չունեն, իրենց համարում են փրկված։ Եվ եթե այսպիսի պարծանք ունենաս, ասում ես զգուշ եղի, այսինքն դու նույն կարգավիճակի մեջ ես, ինչ որ չփրկված Իսրայելը, քեզ էլ կարա կտրի։ Այստեղ չի նշանակում, որ դու փրկված ես, քեզ փրկությունից կգցի։ Սրա մասին չի խոսքը, որովհետև առաջի հատվածի օրինակը խոսում է էթնիկ Իսրայելի մասին, որը փրկություն չժառանգեց, ոչ թե փրկված էր կորավ, դա մի վերագրի, որ դու փրկված ես կկորես։ Դրան չի խոսքը վերաբերվում, այլ եթե նույն կարգավիճակի մեջ մնաս Իսրայելի նման, արծենաս դու եք կգնաս, որտեղ Իսրայելը պարծեցավ։ Հիշում եք Իսրայելի պարծանքը որտեղ ենք տեսնում։ Իսրայելը 5 տականում պարծենում էր, որ ինքը կարծես մյուս ազգերից ավելի լավն է։ Աստված մի քանի անգամ ասում է, այս համարները գրել եմ, ձեզ մոտ կկարդամ։ Ասում է՝ մի պարծեցի, դու մի մտածի, որ Աստված քեզ ընտրել է քո կարողության կամ քո արդարության համար։ Ոչ, ասում է, դու ոչ թե դու բոլոր ազգերից ավելի շատ ու լավն էիր, որ քեզ ընտրեցի։ Ոչ, ասում է, դու խստապարանոց ազգ ես, բայց ես քեզ ընտրել եմ իմ փառքի համար, որովհետեւ բոլոր ազգերի մեջ ցույց տամ իմ շնորհքը, իմ ընտրությունը։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք նույնն է, նույնպես նույն պարծանքը կարող ունենա քրիստոնյա կոչված քրիստոնյան, որը մտածում է, որ ինքը կանգնած է, որովհետև ինքը կարողություն ունի։ Հիշում եք առաքյալն ինչ ասում, բայց եթե մտածում ես, որ կանգնած ես, վախեցիր, որովհետև կարաս ընկնես, եթե Աստված քեզ չպայի։ Պահողը դու չես քեզ։ Պահողը Աստված է, իր շնորհքով։ Դրա համար այս սխալ ընկալումը քո կանգնած լինելու կամ քո պարծանքը ուղղակի ցույց է տալի, որ դու չես հասկացել փրկության իրական կարգավիճակը։ Աստծո շնորհքի մասին անտեղյակ ես։ Այստեղ մի կարևոր բան կա, որ ուզում եմ տեսնեք։ Նրանք, որոնք խոսում են, որ Իսրայելը դա եկեղեցին է, այստեղ պետք է տեսնենք, որ առաքյալ ուղղակի հակաթերից է բերում էթնիկ Իսրայել եւ եկեղեցին։ Այսինքն այստեղ չի ասում, որ դա Իսրայել բառը չի օգտագործված այստեղ եկեղեցու մասին։ Օգտագործված է որպես էթնիկ Աբրահամի սերունդից ծնված, ավելի մանրամասն ենք մենք իմանալու, թե ինչի համար է ինքը սա ասում։
Այսինքն Աբրահամի տված այդ խոստումները Իսրայելին, ի վերջո նրանք այդ խոստումները մերժեցին, դրա համար նրանք կտրվեցին որոշակի, որոշները ընդունեցին, ինչպես Պողոս առաքյալը, Պետրոս առաքյալը, որոնք մտան եկեղեցու դիսպենսացիա, բայց դրանց համար դուր կա մյուսների համար, որոնք կընդունեն։ Հիմա տեսեք, այս պարագայում խոսքը գնում է էթնիկ Իսրայելի մասին եւ հեթանոսների, դրա համար 13 համարում առաքյալը, բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, այսինքն ձեզ եկեղեցուն։ Տեսեք ինքը արդեն տարբերություն ա դնում հեթանոս եւ իսրայելացի ճյուղեր, վայրի ձիթենի եւ բնական ձիթենի։ Բնական ձիթենին ով է? Բնական ձիթենին Իսրայելն է եւ այդ իրական արմատի վրա, այսինքն Աբրահամից ծնված սերունդն է, որին խոստումներն են տրված եղել։ Հիմա տեսեք, այս բնական ձիթենի ճյուղերից ոմանք կտրվեցին եւ դու որ վայրի ձիթենի, այսինքն կապ չունեիր այդ արմատի հետ, դու ընդհանրապես Աստծո խոստումների հետ կապ չունես եւ արքայության հետ, բերվեցիր եւ տնկվեցիր դրա վրա։ Հիմա այստեղ դրա համար ասում եմ մի բարձենար, ինչ եմ ես ում սա տեսնեք, որ այստեղ ձիթենին ձիթենին, այսինքն առաքելը չի ասում որ եկեղեցին դուք եք Իսրայելը եւ չի ասում որ այդ բնական ձիթենին դուք եք, բնական ձիթենին առաքելը շեշտում է որ այն Իսրայելն է, դու այ եկեղեցի վայրի ձիթենի էիր, այսինքն այստեղ ինքը ուղղակի տարբերություն ա դնում, որպեսզի այդ սխալ վարդապետության մեջ չընկնենք, մենք չասենք որ մենք ենք եկեղեցին, փրկվածները մենք ենք, Իսրայելը ընդհանրապես կապ չունի փրկության հետ, այս սա համար տեսեք, այսինքն մեր հատվածում ինչ է նշանակում, եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ։ Եկեք անդրադառնանք սրան։ Ինչ է նշանակում այս սուրբ բառը։ Այդ սուրբ բառը քադոշ 5 տակարանում եւ յագիրոս նոր կտակարանում այն շատ հաճախ նույնպես ինչպես շնորհ բառը ունի մի քանի ամբողջական կողմեր, բովանդակությունը մեծաներ է։ Այստեղ ուղղակի առաքյալ նույնպես օգտագործում է 5 տակարանի սկզբունքով, զատված, առանձնացված յուրահատուկ նպատակի համար։ Այսինքն սուրբ ցեղը չի նշանակում կատարյալ անմեղ ճյուղեր։ Եթե կատարյալ անմեղ էին, ինչի կտրվեցին։ Այսինքն այստեղ նշանակում է զատված են, նրանք էլ առանձնացված են Աստծո նպատակների համար եւ կտրվեցին։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, որ այստեղ չի նշանակում որ փրկված են եւ անմեղ են եւ ուղղակի մաքուր են հոգեվոր փրկություն ունեցողներ են։ Օգտագործված է զատված, առանձնացված նշանակությունով։ Այստեղ ուղղակի առաքյալն ասում է մի պարծենա կամ մի արհամարեք նրանց, որովհետև նրանք առանձնացված են եւ պատկանում են Աստծուն։ Ինչի ինչպես Աբրահամը, Իսահակ, Հակոբը, Դավիթը եւ նաեւ տեսանք Մովսեսը պատկանում են Աստծուն, այսինքն պատկանում են այն ծրագրին, որի միջոցով որի շրջանակում Աստված նրանց հետ ուխտ արել, նրանք այդ իսրայելացիները նրանցից ծնված նույնպես պատկանում են Աստծուն, նրանց դեմ մի պարծեցեք։ Ինձ թվում է մեզ համար հասկանալի է դառնում արդեն ինչ է նշանակում, տեսեք Իսրայելի անկումով առաքյալը ուսուցանում է մեզ խոնարհության մասին, այսինքն փրկության վերաբերյալ ունեցած խոնարհության մասին։ Դրա համար առաքյալի բոլոր ուսուցումների մեջ սա կտեսնենք, եթե ձեր եղբայրներից մեկը մի հանցանքով բռնվեց, դուք որ հոգևոր եք, չի ասում նրա վրա պարտեցեք, մոտեցեք նրան հեզության հոգի, ինչ նշանակում հեզության հոգիով։ Հեզության հոգի նշանակում է հասկանալով, որ դուք նույնն եք։ Եթե Աստված ձեզ չպայր, նույն վիճակում դուք եք հայտնվելու։ Հեզության հոգիով մոտեցեք, ինչպես կարելի ասել, նրա համար ցավ քաշելով մոտեցեք եւ նրան բարձրացնելու մղումով մոտեցեք։ Ոչ թե նրան հարվածելով, նրան ծաղրելով, նրա վրա ձեր արդարությունը կառուցելով, նրա անկացության վրա ձեր արդարությունը բարձրացնելով, այլ կարեկցանքով մոտեցեք, հասկանալով, այս խոնարհություն, հեզություն, հասկանալով, որ դուք նույնն եք, դուք տարբեր չեք դրանից։ Այսինքն իսրայելացիների հանդեպ, այդ կոտրված ճյուղերի հանդեպ ինչ հասկացողություն պիտի ունենա այդ հավատացյալը։ Մենք նրանցից լավը չենք, այնպես չէր որ նրանք անարժան էին, մենք արժանի էինք փրկության։ Բոլորն են անարժան փրկության, չկա արժանի մարդ փրկության։ Դրա համար Աստված շեշտում է շնորհքի ընտրության պես, ոչ թե քո հավատքի համար քեզ ընտրեց։ Այս սխալ վարդապետությունը որտեղից է գալիս։ Ոչ թե նայեց, տեսավ դու հավատալու ես, դրա համար ընտրեց։ Եթե Աստված ապագան նայում է, տեսնում է որ որևէ մեկը չի հավատալու։ Այդ չհավատացողներից մի քանիսին իր սուվերեն կամքով ընտրում է փրկության համար, իր փառքի համար, որպես գործիք իր փառքը ցույց տալու, իր շնորհքը ցույց տալու համար։
Այստեղ է որ մենք գովելու ենք նրա շնորհքը, ոչ թե մեր կարողությունը։ Մի որ պարծանք չլինի, որ որևէ մեկը չպարծենա փրկության առումով։ Տեսնում եք, ինչպես է կապված Աստծո ամբողջ ուսուցումը եւ ինչպես է Պողոս Առաքյալը այս ծրագրի մեջ ցույց տալի նաեւ իրական խոնարհությունը Իսրայելի անկման միջոցով։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն, ուշադիր եղեք սրա։ Այս հատվածում սա գլխավոր միտքն է, որ Պողոս Առաքյալը փորձում է մեզ ուսուցանի։ Այսինքն, սա չի նշանակում, որ նրանք բոլորը փրկված են եւ կտրվեցին։ Սա նշանակում է, որ նրանք խստասրտության մեջ մնացին եւ կտրվեցին, այո, արդարությամբ կտրվեցին, բայց սա Աստծո ծրագրի մասնիկ է, որպեսզի քեզ որպես վայրի ձիթենի նրանց տեղը, այն կտրվածի տեղը քեզ դնի եւ դու հաղորդ լինես արմատի պարարտությանը, այսինքն այդ ուխտերին մասնակից լինես, այդ խոստումներին մասնակից լինես, փրկության արքայության մասնակից լինես, Մեսիային, որը խոստացված էր Իսրայելին։ Հիշում եք Քրիստոսի խոսքերը. Ես չեմ եկել որևէ մեկին, բայց միայն Իսրայելի կորած ոչխարներին։ Հիշում եք, սա շատ կարևոր է, եւ այդ ուխտերը արված էր նրանց համար։ Մի քիչ հետո մենք կանադառնանք որոշակի հատվածների։ Այսինքն մեր հատվածում երբ որ կարդում ենք, բայց եթե ճյուղերից ոմանք կտրվեցան եւ դու որ վայրի ձիթենի էի նրանցում պատվաստվեցար եւ հաղորդ եղար արմատին եւ ձիթենու պարարտությանը, մի պարծենար այն ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս, դու չես արմատը վերբռնում, այլ արմատը քեզ։ Այս հատվածում ուղղակի ցույց է տալիս, որ քո պարծանքը, այսինքն նրանց դեմ քո պարծանքը ցույց է տալի, որ դու փրկության հետ կապված խնդիր ունես։ Այստեղ ամբողջ խնդիրը, այսինքն Առաքյալը չի շեշտում, որ նրանք իսրայելացիները, նորից եմ ասում, որպեսզի հասկանաք, որտեղ սխալ վարդապետություն կա, այս հատվածը կարդում են եւ ասում են, տեսեք, մարդը կարա փրկություն կորցնի։ Այդ դեպքում ինձ ասեք, Իսրայելը որ կտրվեց, փրկված էր։ Ոչ, այդպես էլ չփրկվեց, այսինքն ինքը մերժեց փրկությունը Քրիստոսին, դրա համար կտրվեց, չէ՞։ Մենք կարդում ենք, չէ՞, որ նրանք ուզեցան օրենքի գործերով արդարանային, այսինքն չընդունեցին փրկություն, չմտան Քրիստոսի մեջ, հետո նորից կտրվեցին։ Այդպես էլ չմտան, դրա համար կտրվեցին, այսինքն մերժեցին, բայց սա Աստծո ծրագրի մեջ բաժին է, որպեսզի մենք սա տեսնենք։ Նույնպես էլ դու, եթե մտել ես եկեղեցի, բայց Քրիստոսի վրա հաստատված չես, կկտրվես, որտեղ քո պարծանքը գալիս է չհասկանալուց ով է Քրիստոսը կամ ինչ արեք ես համար։ Այ սրանք շատ կարևոր սկզբունքներ են, որ մենք հասկանանք։ Հիմա տեսեք, սա չի նշանակում, որ մեկը կարա փրկված լինի եւ սխալ ընկալումներ ունենա, բայց իրականում Առաքյալն այստեղ չի խոսում փրկություն կորցնելու մասին, այլ ուղղակի խոսում է, որ եթե դու պարծանքի մեջ մնաս, այսինքն այդ հասկացողության մեջ մնաս, որ դու ես քեզ բերե փրկության, ի վերջո Աստված քեզ կապացուցի, որ դու փրկված չես, որ կկտրվես, նույնպես, այսինքն, որովհետև շատերը նրանք, որոնք հավատում են, որ իրենք փրկությունը կարան կորցնեն, միանշանակ ասեմ նրանց, որ նրանք արդեն կորցրել են, եթե հավատում են, որովհետև դու չես կարա քեզ փրկության մեջ, բայց եթե Աստծո շնորհքը քեզ չպահի։ Նրանք, որ հավատում են, որ իրենք են իրենց պահում փրկության մեջ, միանշանակ ասում եմ, հիմացեք, որ դուք արդեն փրկությունը կորցրել եք։ Նրանք, որոնք ասում են, որ փրկությունը կարելի է կորցնել, այդ կարելի է կորցնելու տակ այնքան խառը բովանդակություն եք դուք դնում, որ նույնիսկ չեք կարա բացատրել, որ մեղքի պատճառով եք կորցնել, Աստծուց հեռանալու, իսկ ով է ձեզ պահում Քրիստոսի մեջ։ Դուք եք ձեզ պահում, դե շարունակեք պահել, եթե դուք եք ձեզ պահում, կտեսնեք, որ դուք չեք կարա ձեզ պահեք։ Այսինքն, այստեղ է, որ դուք արհամարում եք Աստծո շնորհքը, իսկ նրանք, որ ասում են ընտրություն կա, նրանց ասում եք հպարտ է։ Ոչ, հակառակն է։ Դուք եք հպարտանում ձեր կարողության վրա, իսկ նրանք, որ հենվում են Աստծո շնորհքի վրա, ճիշտ սկզբունքի մեջ են, աստվածաշնչյան փրկության ընկալման մեջ են։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Տեսեք խապկանքը որտեղ է։ Ես հիշում եմ եղբայրներից մեկ հիմա Քրիստոսով ննջած է, երբ որ ես խոսում էի այն ժամանակ փրկության մասին, ընտրության մասին, ինձ ասում է դու շատ հպարտ ես։ Ասում է եղբայր, որտեղ տեսար իմ հպարտությունը։ Ասում է դու ասում ես, որ դու փրկված ես եւ փրկությունը չես կորցրել։ Ես նրան բացատրում եմ, բայց ինքը չէր հասկանում, լսում էր ու չէր հասկանում։ Ասում է եղբայր, ես իմ կարողության վրա չեմ հիմնում իմ փրկությունը կամ պահպանությունը։ Փրկության պահպանությունը Աստծո ձեռքերի մեջ է։ Աստծո ձեռքերի մեջ է իմ փրկության ապահովությունը, բայց իմ փրկության ընկալումը, այսինքն իմ ապահովության ընկալումը իմ սուվերենն է, այսինքն ես կարամ փրկված լինեմ, բայց սխալ ընկալում ունենամ դեռ փրկության մասին։ Մտածեմ, որ կարամ կորցնեմ, բայց իրականում իմ փրկությունը Աստված իմ ձեռքերի մեջ չի դրել, այլ իր ձեռքերի մեջ ապահովում։ Վայ, եթե Աստված փրկության ապահովությունը իմ ձեռքերի մեջ տար, մի անգամից կկորցնեի այն։ Այստեղ ամբողջ խնդիրը։ Ուրեմն տեսեք,
այս սկզբունքի մեջ, դրա համար առաքյալը, որպեսզի մեզ սա ավելի բացատրի, արդեն հետագա համարներում 29 համարում ինչ է ասում, տեսեք 29 համարում, որովհետև ասո շնորհքը եւ կոչումը, շնորհքը, այսինքն Աստված եթե շնորհքով մեկին փրկեց եւ կանչեց, կոչումը զղջալ չունի, ինքը խոսում է նույն Իսրայելի կարգավիճակի մեջ։ Վայաստանձի ինչպես դուք մի ժամանակ չէիք հավատում Աստծուն եւ հիմա ողորմություն գտաք նրանց անհավատությունով է 30 համարը։ Ինչ է ասում։ Նրանք էլ ասում է կգան, այնպես էլ նրանք, որովհետեւ Աստված ամենին անհավատության մեջ արգելեց, որ ամենին ողորմի, չի ասում որ ամենին իր արժանիքով կանչի, որ ողորմի, ձեր փրկությունը ողորմությունով է, այսինքն արժանի չեք փրկության, ձեզ տվել է այդ արժանիք, Աստված է արժանացրել, դուք չեք արժանացել, այստեղ է ամբողջ խնդիրը։ Հիմա, որպեսզի ավելի, բայց տեսնում եմ ժամանակը բավարար անցավ, արդեն 50 րոպե մենք խոսում ենք, եկեք ավելի ամբողջացնենք, բայց մի քիչ շարունակենք մյուս ձայնագրության մեջ, շարունակենք մեր այս ուսուցման մասին։ Երկրորդ ուսուցում, Իսրայելի անկումով Աստված մեզ սովորեցնում է իրական քրիստոնյայի խոնարհության մասին եւ ցույց է տալի դեպի ընկած ճյուղերի հանդեպ ունեցած մեր ընկալումը, խոնարհությունը արտադրվում է ճիշտ հասկանալուց քո կարգավիճակը։ Տերը ձեզ օրհնի, փառքի համար կշարունակենք այս հատվածը, որտեղ ժամանակը բավարար անցավ։